Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մարգարյան, գրեթե մեկ շաբաթ է, որ արցախցիները դադարեցրել են նստացույցը, վրանները հանվել են։ Դա կատարվել է իշխանությունների հետ, Հայաստանի գործող իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների հիման վրա։ Որքանով են Հայաստանի իշխանությունները կատարում իրենց խոստումները եւ արդյոք պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Նախ կփորձեմ անդրադառնալ նրան, որ այդ ձևակերպումը ոչ թե իշխանության պահանջով կամ այդ համագործակցության մասով, այլ խորհուրդը որոշեց, որ այս մի ամսվա ընթացքում ինչ նպատակներ դրվել է կոնկրետ վրանի մասին խոսքը հանրահավաքից հետո, այդ բոլոր նպատակները կատարվել են, ես այդպես եմ կարծում, որովհետև մենք հանրահավաքից հետո, ինչպես գիտեք, փոխվարչապետը ընդունեց խորհրդի անդամներին եւ այդ ժամանակ միակ համագործակցության եզրը նա էր, որ ներկայացրել եք ձեր առաջարկները, մենք պատրաստ ենք բարելավել, եթե կան թիրախային խմբեր սոցիալական առումով դուրս են մնացել, կվերանայինք եւ այլն, այսինքն որևէ ընդառաջ քայլ չկատարեց։ Դրանից հետո խորհուրդը հայտարարեց լայն համախմբման կոչ համահայկական օրակարգ արցախցիների իրավունքների մասով եւ փաստացի դա հաջողվեց, որպես հաջողություն մեկը նշենք դա եւ դրան ապացույց, որ դրանից հետո ինչ եղավ, արդեն մենք հանդիպումներ ունեցանք երկրորդ, երրորդ անգամ, երբ որ այն փաստարկը, որ մասնագիտական խմբեր ձևավորենք եւ աշխատենք, մենք նշեցինք, որ մինչ այդ քննարկումները մարդիկ արդեն ըստ ձեր որոշումների, որ կրճատել ենք այդ սոցիալական աջակցության ծրագրերը, կմնան դրսում։ Եվ առաջարկեցին մեկ ամսվա աջակցություն, երկու ամսվա աջակցություն, դրանից հետո մենք ունեցանք տարբեր քննարկումներ եւ դուք ականատեսը եղաք, որ մեկ ամսվա ընթացքում իրականում այդ լայն համախմբում ասվածը ստացվեց, բազմաթիվ քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր մեր կողմից ներկայացված այդ օրակարգի շուրջ համախմբվեցին մեր հայրենակիցները, հարյուրավոր հայրենակիցներ օրվա ընթացքում գալիս եւ իրենց աջակցությունն են ցույց տալիս եւ այդ առումով նշեմ, որ խնդիրը կատարվեց եւ երբ որ վերջում արդեն իրենք վերջի քննարկման ժամանակ իրենց համաձայնությունը տվեցին, որ ստեղծվեն այդ մասնագիտական խմբերը, նաև ասեմ, որ այն նախապայմանը, այն կետերը, որը մենք ասացինք, որ բնակարանային ծրագիրը, ծրագրում այս դրույթները, սոցիալական զբաղվածության ծրագիրը ամբողջությամբ եւ նաև պետք է վերանայվի սոցիալական աջակցության ծրագրերը, այսինքն այդ նախապայմանները ընդունեցին եւ ինչպես տեսակ, երբ որ իրանք երկարաձգեցին 2 ամսով, նաև սոցիալ-նախարարության էջում գրված էր, որ այդ 2 ամսվա երկարաձգման նպատակը գործող ծրագրերը լավարկելն է։ Այսինքն վրանը իր խորհուրդը վրանը իր առջև դրված գործառույթները կատարեց։ Ցավոք սրտի մենք հենց մամուլի ժամանակ էլ նշեցինք, բայց կան որոշակի խմբեր, երբ որ դա ներկայացնում է որպես գործարք։ Մենք բազմաթիվ անգամ նշեցինք, որ նորից եմ ասում, պատրաստ են կառուցողական քննարկումների, կառավարությունը խոստացել է բարելավել այդ ծրագրերը, եւ մենք վրանը հանել ենք, համարելով, որ վրանը իր խնդիրները կատարել է, որևէ գործարք չկա, բայց այդ մարդկանց, որոնք նորից պնդում են, որ եղել է գործարք, կարամ ուրիշ ձև պատասխանեմ, լավ, գործարք արել ենք, լավ եք արել, եթե վրանը դրել ենք, այսօր մեր բնակչությունից հայտնվել է դրսում, ծանր սոցիալական վիճակում պետք է հայտնվել, եւ այդ վրանը համեմատաբար, ասենք, վրանի արժեքը, չգիտեմ, լավ, 500,000 միլիոն դրամ է, եւ 2 ամսվա աջակցության ծրագրով գոնե 2 ամիս կանխեցինք այդ նաև արտագաղթը,
Այսինքն ստացվեց ինչ, հա, գործարք են գնացել, ինչ է կարելի, մեր բնակության համար վրանը 10 միլիարդ դրամով վաճառել են կառավարությունը։ Եթե այդ են ուզում լսել, դա ասենք, բայց մենք նշեցինք, որ նորից ենք վերահաստատում, որ մենք պատրաստ ենք կառուցողական քննարկումների, մեր ներկայացված 12 կետերից առաջինը սոցիալական ծրագրերն է եւ դա շատ կարեւոր է, քանի որ այն ինչ ծրագրեր կա այդ կրճատումով նպաստում են արտագաղթին։ Իսկ մեր գլխավոր նպատակը վերադարձն է հայկական Արցախ եւ դրա համար ինչա պետք, դրա համար պետք է որ արցախայությունը մնա ապրի եւ արարի Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Արքային, իսկ օրինակ ինչ տեղի կունենա 2 ամիս հետո, տեսեք դուք ասում եք թեկուզ 2 ամսով կարողացաք կանխել արտագաղթը կամ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել 2 ամսվա կտրվածքով, որտեղ են երաշխիքները նախ որ Հայաստանի գործող իշխանությունը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին կամ ինչ տեղի կունենա օրինակ 2 ամիս հետո նորից կամ մտադրություն կամ հավանականություն վրանային տրամաբանությանն ու վրանային այսպես գործելավոճին վերադառնալու։ Նշեմ, որ երաշխիք բնականաբար չկա, մեր բնակության մեծամասնության մոտ այդ վստահությունը չկա, որ կառավարությունը լիարժեք իր խոստումները կատարի, բայց նորից եմ նշում, մենք մեր առաջի կետը սոցիալական, որ արցախցիների ձայնը լսելի դառնա, այս 1.5 տարվա ընթացքում, այսինքն իրանք ինքնակոչ որոշումներ են ընդունում։ Արցախի իշխանությունների հետ որևէ համագործակցություն չկա, որևէ մարմին չկա, այսինքն իրանք նստած իրենց կաբինետներում որոշումներ են ընդունում, հետո խոստովանում, որ այդ որոշումները ձախողված են։ Ու նաև մեր պահանջագրի 12-րդ կետը պահանջը այն էր, որ արցախցիների ձայնը լսելի դառնա, արցախցիների կողմից ընտրված լեգիտիմ ներկայացուցիչների բոլոր որոշումները ներքին եւ արտաքին հարցերի հետ կապված քննարկումներ ունենան եւ իրանց կարծիքը հաշվի առնեն, հաստատի դա ստացվեց։ Խորհուրդը նաեւ բանակցությունների ժամանակ պնդեց, որ այդ մասնագիտական խմբերում պարտադիր ներկայացված լինեն Արցախի օրենսդիր եւ գործադիր ոլորտի ներկայացուցիչները, թեկուզ փորձագետների մասով, եւ մենք այս ամբողջ ընթացքում այդ հանրային ճնշման մեխանիզմը պահելով ենք, ինչ ձևաչափով մասնագիտական խմբերը յուրաքանչյուր 10 օրը մեկ, այսինքն 2 ամիս չի խնդիր, 2 ամիս չենք սպասելու եւ հասկանանք կառավարությունը իր խոստումը կատարում է թե չէ, այսինքն հենց մենք արդեն խմբերը ձևավորվել ենք, վաղվանից արդեն երևի հնարավոր կլինի աշխատանքները սկսել եւ յուրաքանչյուր 10 օրը մեկ հանրությանը հանրային իրազեկման հավաքների միջոցով խմբերը կտեղեկացնեն, որ արդեն հասել ենք այս արդյունքների։ Գիտեք, որտեղ կան կարճաժամկետ լուծումներ ունեցող խնդիրներ կան, իրականում որ ժամանակ է պահանջում, եւ այդ ընթացքում հանրության հետ միասին, երբ որ հասկանանք, որ իրականում ժամանակ ձգելու process է կամ տրամադրված չեն, որ այդ խնդիրները լուծեն, մենք արդեն մեծ հանրահավաք կհայտարարենք եւ նույն վրանային պայքարը մենք հենց մամլոասուլցի ժամանակել ենք հայտարարել, մեկ վրանի փոխարեն բազմաթիվ վրաններ կլինեն, նաեւ այդ վրանային պայքարը ոչ միայն մայրաքաղաքում կիրականացնենք, այլ նաեւ մարզերում, որտեղ Արցախայությունը շատ է բնակեցված։ Տեսեք, գալով բնակապահովման ծրագրին, Հայաստանի իշխանությունները օրինակ արցախցիներին ասում են գնացեք վարկով կամ հիպոթեկով բնակարաններ ձեռք բերենք, ակամ ինչ որտեղ փորձում են 1990-ականներին Բաքվից, Սումգայիթից, գաղթած մեր հայրենակիցների եւ 2023 թվականին բռնի տեղահանված մեր հայրենակիցներին միմյանց հակադրել, բայց նկատենք, որ օրինակ 90-ականներին, չնայած որ Հայաստանը օրինակ երկրաշարժից հետո փորձում էր վերականգնվել, արդեն փաստացի պատերազմի մեջ էր գտնվում, բայց իր հայրենակիցներին չի թողել անգամ վարձով ապրել, հա, այսպես ասած։ Իսկ հիմա արցախցիները մեծամասամբ կամ վարձով են բնակվում, կամ անգամ չգիտեմ, այսպես էլեմենտար սոցիալական պայմաններ իրենց համար շատ դժվար է ապահովել։ Այս դեպքում խորհուրդը կամ առհասարակ Արցախի իշխանությունները ինչպես են պատկերացնում բնակապահովման ծրագրի իրականացումը, թեկուզ այս իշխանությունների հետ համագործակցելով։ Օրինակ բերեցիք 90-ականները, նշեմ, օրինակ 90-ականների նաև հաջողված փորձ կար համատեղ բնակեցման, երբ որ օրինակ Շահումյանից Մարտակերտից գաղթած Արցախայությունը տարբեր բնակավայրերում համայնքները արդեն համատեղ բնակեցման փորձ կար, որ այս կառավարությունը կատեգորիկ դեմ էր եւ իրանք հայտարարում են ինտեգրացման սկզբունքը, որը նույնպես ձախողված է, բայց ես խոսեմ կարևոր ապրիլի 1-ից երբ որ բնակվարձը իրենք կրճատեցին 50,000 դրամների մասին է խոսքը, որը
երևի միակ հաջողված սոցիալական ծրագիրն էր։ Ինչ տրամաբանություններ, ասում են դե արցախցիները բնակվածի ծրագրից չեն օգտվում, դրա համար այդ աջակցությունը կրճատում ենք։ Փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ պարբերաբար նշում էր այդ դրույթը։ Ասում եք լավ, տրամաբանությունը որտեղ է, թե ես շահառու եմ 2026 թվականին բնակարանային ապահովման ծրագրից։ Մի դուք ապրիլի 1-ից կրճատում եք, այսինքն որտեղ է այդտեղ տրամաբանությունը։ Այն դեպքում հայտարարում է, որ 1000 հոգի այդ սերտիֆիկատները վերցրել են, բայց ընդհանրապես 100 հոգի են օգտվել։ Լավ պատճառը որն է, որտեղ բանկային նույն այդ հիպոթեկային առումով ունենք բանկային խնդիրներ։ Արցախցիների մի զգալի մասը վարկի սեր ցուցակներում է հայտնվել, նաև ոչ իրաց մեղքով։ Ինչպես գիտեք, 44 օրյա պատերազմից հետո, նաև բլոկադայի ժամանակ նույն երկու կառավարությունները ստանձնել են որոշակի պարտավորվածություններ վարկայի մասով, ուշացրել են մարդիկ ոչ իրենց մեղքով հայտնվել են սեր ցուցակներում, մի բանկերը հիպոթեկ չեն տրամադրում։ Այսինքն խնդիրները բազմաթիվ են եւ իրենց որոշումների մեջ իրականում անկեղծ տրամաբանություն չկա, երբ որ այդ փաստերը ներկայացնում ես, նույն օրինակը ասացի, ասում կրճատում ենք, որ վերցնեն, բայց ընտանիքների մի մասը շահառու է 2026 թվականին, այսինքն կրճատում ես այդ մարդը մինչև 2026 թվականը հայտնվի փողոցում, կամ պիտի հայտնվի փողոցում, կամ պիտի արտագաղթի, այսինքն այլ լեզու չկա։ Վարմարքան, տեղյակ եմ, որ որոշ բարերարներ փորձում են Հայաստանի տարբեր մարզերում Արցախի այսպես համայնքների օրինակով փոքր բնակավայրեր կառուցել արցախցիների համար։ Որքանով է այս ծրագիրը ստանում Հայաստանի գործող իշխանությունների աջակցությունը, թե սա բացառապես բարերարների ջանքերով է իրականացում, կամ թերևս այս ծրագիրը ինչ փուլում է գտնվում։ Անկեղծ ասած չգիտեմ, իմ պատկերացման որոշակի համագործակցություն պետք է լինի, բայց շատ ողջունելի է նման մոտեցումը եւ նշեմ, որ մեր պահանջագրի կետերից մեկն էլ այդ է, եթե իրականում ֆինանսական խնդիրների մասին է, բացակայության մասին է, գոնե միջազգային դոնորներին, այսինքն սա դարձնենք համահայկական օրակարգ եւ փորձենք այս հարցը լուծել, այդ առումով ով էլ կառավարությունը որևէ աշխատանք չի իրականացնում։ Վարմարքան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հիմա որտեղ է համակարգում իր աշխատանքները եւ ընդհանրապես ինչ գործընթացներ են տեղի ունենում խորհրդի ներսում։ Ինչպես գիտեք, դեռ երբ որ Արցախի հանրապետության նախագահն այցելեց վրան, իր կողմից առաջարկ եղավ, որպեսզի խորհուրդը տեղափոխվի, երբ որ ընդունի կառավարության այդ համատեղ աշխատանքային խմբերի աշխատանքը, հաշվի առնելով, որ վրանում իրականում հնարավոր չէր, իր կողմից առաջարկ հնչեցվեց, որպեսզի տեղափոխվենք Արցախի ներկայացության շենք, եւ խորհուրդը որոշեց եւ այս պահին տեղակայված է ներկայացության շենքում եւ շատ ակտիվ աշխատանքներ է կատարվում, այս փուլում մշակում են ծրագրերը, աշխատանքային խմբերը փորձագիտական ստեղծվել են, նաեւ զուգահեռ մեր քաղաքացիներն են գալիս իրենց առաջարկներով, տարբեր կազմակերպություններ առաջարկներ են ներկայացնում կոնկրետ այդ ծրագրերի վերաբերյալ եւ շատ ակտիվ աշխատում ենք մոտ օրերս երևի այսօր վաղը կհրապարակենք փորձագիտական խմբերի ցանկը եւ որոշ ժամանակ անց աշխատանքի, ինչպես ասացի, հանրային իրազեկման հավաքների միջոցով աշխատանքի արդյունքների մասին կներկայացնենք մեր հանրությանը։ Վարմարքյան, ինչպես նշեցիք, 12 կետից բաղկացած այսպես պահանջներ կային եւ դրանց մեջ առանցքայինը հենց արցախահայերի վերադարձի հարցն էր։ Այս մասով ուզում եմ իմանալ, խորհուրդ օրինակ նպատակ ունի հանդիպել եւ համագործակցել Վարդան Օսկանյանի հետ, ով նաեւ զբաղվում է հենց արցախցիների վերադարձի հարցով։ Բնականաբար հանդիպումներ կունենանք, նշեմ, որ մենք դիվանագետների հետ հանդիպում ունեցանք եւ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ պատրաստ ենք այդ հարցով հանդիպումներ ունենալ եւ ասում եմ, խորհրդի առաջնային կարևոր գլխավոր նպատակը դա արցախայության վերադարձն է հայկական Արցախ եւ մեր պահանջը մշտապես դա է մնալու եւ պահանջելու ենք Հայաստանի կառավարությունից, որպեսզի այդ առումով ակտիվ աշխատանքներ իրականացնեն։ Վարմարքան, խորհուրդը ինչպես է պատկերացնում օրինակ Արցախի իրավաբանական այսպես ինստիտուտների, քաղաքական կառույցների գործունեության շարունակությունը եւ առհասարակ մտադրություն կա այդ կառույցների աշխատանքը շարունակելու, որովհետեւ ցավով եմ նշում, բայց նույն արցախցիների շրջանում կարծեք թե որոշակի այսպես տարաձայնություններ կան, ոմանք անգամ դեմ են խորհրդի աշխատանքների նստածույցի ժամանակ հենց Արցախի ներկայացուցչության շենքում միջադեպ տեղի ունեցավ եւ ԶԼՄ-ներում էլ գնահատական հնչեց, որ փորձում են այսպիսով շեղել նույն հենց նստածույցից կամ արցախցիների պահանջներից։
Նախ առաջի հարցին անդրադառնամ, մենք շատ ենք կարևորում Արցախի պետական ինստիտուտների դերը եւ խորհուրդը առաջի իսկ օրվանից դրա մասին բարձրաձայնել է եւ ես քիչ առաջ նշեցի, որ բանակցությունների ժամանակ հենց մեր պայմաններից մեկը այն է, որ Արցախի պետական ինստիտուտները ներգրավվեն այդ աշխատանքներում եւ նաեւ այս ձախողումների պատճառը այն էր, որ այս 1.5 տարվա մեջ որևէ քննարկում գոնե առնվազն հրապարակային մենք չենք տեսել, որ մեր իշխանությունների հետ համագործակցեն։ Եթե համագործակցային այս պատկերը չենք ունենա եւ զուգահեռ երբ որ խոսում ենք վերադարձի մասին, շատ կարեւոր է որպեսզի Արցախի պետական ինստիտուտները մնան եւ նաեւ մեր այդ պայքարը բնականաբար նաեւ մեր պայքարը այդ շրջանակներում է, որ պետական ինստիտուտները մնան։ Ինչ մնում է երկրորդ հարցին, բնականաբար նման պարակտման քայլեր իրականացվել է եւ դա գոնե նպաստում է Հայաստանի կառավարությունը, օրինակ ներկայացության շենքի մոտ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում հիմնականում թալանի մասով, իսկ այդ թեզով տարածել, երբ որ արցախցիները երբ որ բարձրացնում են իրենց իրավունքների մասին, սոցիալական խնդիրների մասին է խոսում, Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ինչ են ասում։ Այդ թեզը գեներացրել են, հենց իրենք ասում են գնացեք ձեր հարուստներից, գնացեք թալանը վերադարձրեք եւ այլն։ Հիմա մարդիկ ծանր վիճակում են եւ մի մասը գնաց ներկայացությունից պահանջեց, բայց նշեմ, որ խորհուրդը այդ առումով նույնպես ակցիա իրականացրել, բայց մենք ուրիշ ձևաչափով մենք գնացել ենք դատախազություն, ասել ենք, որ հենց Արցախի հանրապետության նախագահը մի տարի առաջ հանցագործության մասին հաղորդում է տվել է բոլոր այդ տվյալները կապված հիմնադրամների հետ, գումարների հետ, որոնք շրջանառվում են համացանցում, տեղեկատվական դաշտում, եւ որևէ բան չի արել։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Ասում ենք կամ բացահայտեք, կամ եթե դուք դրա մասին խոսում եք չեք բացահայտում, ուրեմն Հայաստանի նույն կառավարությունն էլ այդ թալանի մաս կազմում։ Կամ էլ այդ թեզը ձեզ պետք է այդ պարակտումը մտցնելու համար։ Այսինքն նաև մենք այդ առումով հետևողական ենք լինելու եւ սպասենք դատախազությունը ինչպես արձագանք։ Տեսեք, մայիսի 21-ին լրանում է Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը եւ հայտնի պատճառներից ելնելով փաստացի նախագահի ընտրությունները տեղի չեն ունենալու այսպես ժողովրդական մակարդակով, այ եւ ազգային ժողովում են տրվելու նախագահը։ Նախագահի թե հնարավոր տեխնացուների շուրջ տարբեր քննարկումներ եղան ԶԼՄ-ներում, այստեղ երկու հարց է, հա, այստեղից ցակում։ Նախ առաջինը հնարավոր նախագահի տեխնացուն կա արդյոք հստակ կանոն կամ դեռ նոր պետք է քննարկումներ լինեն արցախցիների շրջանում կա ինչ-որ ցանկալի տեխնացու թե ոչ, եւ երկրորդը նաեւ շահարկումներ են լինում, որ որքանով է անհրաժեշտ, որպեսզի ազգային ժողովը հենց Արցախի շարունակի իր գործունեությունը, այս մասով էլ օրինակ ազգային ժողովը կարող է այս հարցակումներին, այսպես ասած, դիմակայել եւ շարունակել իր գործունեությունը։ Անկեղծ ասած, այս իրավիճակում դուք ականատես եք ինչ մոտեցում ունի կառավարությունը։ Պարզ է, որ ընտրություն ժողովրդավարական իմաստով, որ Արցախի բնակչությունը մասնակցի, հնարավոր չէ բոլոր առումներով, նաև եկենք հաշվի առնենք արտաքին վտանգը այդ առումով։ Ես տեխնացուների մասով տարբեր լուրեր են շրջանառվում, ասում եմ մեր դիրքորոշումը, մենք ամեն ձև պատրաստ ենք աջակցել, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները մնան։ Եվ շատ ցանկալի կլինի, որ Սամվել Շահրամանյանը շարունակի պաշտոնավարել։ Եվ վերջում պարոն Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին, հույս հայտնելով, խնդրելով, որպեսզի միջնորդությամբ արցախցիները վերադառնան իրենց հայրենիք։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ձեր դիտարկմամբ եւ ընդհանրապես խորհրդի դիտարկմամբ, ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում որքանով է հնարավոր եւ իրատեսական արցախցիների վերադարձը եւ առհասարակ արցախցիների վերադարձը որ դեպքում հնարավոր կլինի։ Եթե ներողություն եմ, եթե չխափենք ինքներս մեզ եւ հանրությանը։ Ես որևէ գնահատական չեմ տալիս նամակին, ես ասում եմ, այս պահին միակ հնարավոր տարբերակը, երբ որ հայ ժողովուրդը այդ հարցում լինի հավաքական, միասնական, այսինքն երբ որ Արցախայությունը մնա Հայաստանում, մեր պետությունը տնտեսապես, սոցիալապես լինի ուժեղ եւ հզոր, եւ այդ հարցում մենք ունենանք միասնական դիրքորոշում։ Այդ դեպքում է հնարավոր։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցերից։ Ձեզ շատ շնորհակալություն։
Այսօր իմ հյուրը Արցախյան մշակույթի պահպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էր։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց, մինչ նոր հանդիպում։